Первые шаги в футбол, как и, думаю, у любой девчонки, начались со двора, с мальчишками. Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այնպես էլ ես առաջին անգամ ֆուտբոլ խաղացել եմ բակում տղաների հետ։ Դրանից հետո սկսեցի հետաքրքրվել պրոֆեսիոնալ սպորտով։ Հայրս ֆուտբոլիստ էր, ինձ տարավ ֆուտբոլի, այդպես տարվեցի այս մարզաձևով։ Спасибо ему большое. Շնորհակալ եմ առաջին մարզչիս Արթուր Նիկոլաևիչին։ Նա իմ մեջ ամբիցիաներ նկատեց, հորս էլ ասաց, որ ոչ մի դեպքում թույլ չտա լքեմ ֆուտբոլը, շարունակեմ զարգանալ որպես պրոֆեսիոնալ։ Я думаю, для любой девчонки переход. Հետագայում տղամարդկանց ֆուտբոլից տեղափոխվեցի կանանց թիմ, դա որոշիչ քայլ էր։ Հաջորդեց Ռուբին տեղափոխությունը։ Այդ որոշումը շատ կարևոր էր զարգանալու եւ որակները բարելավելու համար։ Իսկ հիմա արդեն 1 տարի է Սպարտակում եմ։ В «Спартаке» постоянный рост. Սպարտակում մշտական առաջընթացի տեղ ունես, կա դժվարություն, կա քրտնաջան աշխատանք եւ կա առաջ գնալու հնարավորություն։ Մրցակցություն, կարգապահություն, մոտիվացիա, այդ ամենն ազդում է քեզ վրա։ Ցավոք վնասվածք ստացա եւ մինչեւ մրցաշրջանի ավարտը չխաղացի առաջնությունում։ Որոշել եմ վարձավճարով տեղափոխվել Ռոստով։ Այնտեղ կփորձեմ իրագործել ինչպես թիմային, այնպես էլ անհատական նպատակներս։ Чемпионство это в первую очередь статус. Չեմպիոնությունն առաջին հերթին կարգավիճակ է, նշաձող, որը պետք չէ իջեցնել։ Անհրաժեշտ է քրտնաջան աշխատել, առաջին հերթին ինքդ քեզ, ապա շրջապատին ապացուցելու համար, որ չեմպիոնությունը պատահականություն չէ։ Когда пришла, будто бы и это не первый раз, будто бы я уже была. Երբ եկա հավաքական տպավորություններ ասես մինչև այդ էլ եղել էի այստեղ։ Ինձ հարազատի պես ընդունեցին, շատ ջերմ ու ընտանեկան միջավայրում։ Բառերով չեմ կարող նկարագրել, ինչ է նշանակում խաղալ Հայաստանի հավաքականում։ Մենք հիանալի թիմ ունենք։ Забивать гол за сборную это прям. Հավաքականում գոլ խփելը մեծագույն պատիվ է։ Չնայած կենտրոնական պաշտպան եմ, բայց ամեն խաղում ցանկանում եմ գոլ խփել։ Поэтому простите, когда мы убегаем из Այդ центральной պատճառով зоны. հաճախ բացակայում եմ կենտրոնական գոտուց։ Ընտրանու կազմում գոլ խփելուց հետո էմոցիաներս աննկարագրելի էին։ Казахстан небезызвестный для нас. Ղազախստանը մեծ ծանոթ մրցակից է, շատ լավ ենք ճանաչում միմյանց, հետաքրքիր հավաքական է։ Յուրաքանչյուր խաղում պետք է պատրաստ լինենք ինչ-որ նոր բանի։ Կարծում եմ դիտարժան եւ հիշարժան մրցավեճ է սպասվում։ Մեկ սրո Հայաստանի հավաքականը, բացում է խաղի աշիվը։ Настрой у нас боевой. Մեր տրամադրվածությունը մարտական է։ Տեսնում եմ, որ ամբողջ թիմը պատրաստվում է ճակատամարտի, որովհետև մեզ համար սկզբունքային հանդիպում է։